Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Երբ մենք զրուցում ենք, այդ ընթացքում էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունները։ Մարտի 16-ից սկսած մենք արդեն հաշիվը կորցրել ենք, թե քանի ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմը տարածել սահմանի հարավ-արևելյան եւ հարավ-արևելյան հատվածում իբր Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Այս տեղեկատվական տերորը, տեղեկատվական էսկալացիան հաջորդում է խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտին, համաձայնեցմանը։ Իդեպ նշեմ, որ Ռուսաստանը արձագանքել է, նշում է, որ Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին մասին լուրերով, Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, սա Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքն է։ Նախ առաջինը հասկանանք, թե ինչու է տեղի ունենում տեղեկատվական էսկալացիա ու հետո արդեն դրա արձագանքներին կանդրադառնանք։ Դե մենք այստեղ խոսում ենք, որ Հայաստանը ինչու է համաձայնվել այն երկու կետերին, նախ եւ առաջ դա վերաբերում է հայցերի հետ կանչմանը եւ մեզ համար առավել կարեւոր եվրոդիտերների սահմանից հեռացմանը։ Ես այն անձանցից եմ, ով քննադատում էր այդ որոշումը։ Ուղղակի մի այսպես բայցով, եթե սա դիվանագիտական խախ չի Հայաստանի կողմից, եթե Հայաստանը չի հասկացել, որ նույնիսկ համաձայնելով սրան, Ադրբեջանը չի համաձայնվելու գնալ խաղաղության, նոր պահանջներ է ներկայացնելու եւ այդտեղ արդեն բարդ իրավիճակում Ադրբեջանն է հայտնվում որպես մերժող, հատկապես ԱՄՆ նախագահի խորհրդականի զանգից հետո ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հուսով եմ իհարկե Նիկոլ Փաշինյանը հենց այս տրամաբանությամբ է համաձայնվել, որովհետև հակառակ պարագայում դա ես իրոք կհամանեմ Հայաստանի կապիտուլյացիա, եվրոդիտորդների դուրսբերումը Հայաստանից։ Մանավանդ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ եվրոդիտորդները կարող են այլ լիազորություններ ունենալ կամ փոխվի նրանց գործունեության այսպես անվանումը, հույս է ներշնչում, որ նրանք մնալու են Հայաստանում, կարգավիճակի խնդիր է։ Եվ փաստորեն Ադրբեջանը առիթ է փնտրում ստորագրել, այսպես լարվածության աստիճանը բարձրացնում է, կեղծ լուրեր է տարածում, Հայաստանը անդադ ասում է ապացույցներ ներկայացրեք, որտեղ է, երբեք չեն ներկայացնի, որովհետև չունեն այդ ապացույցները։ Ինչ վերաբերում է արձագանքներին, սա շատ տարօրինակ է։ Լարվածության աճ չկա հայ-ադրբեջանական սահմանին, կրակոց չկա։ Ինքը Ադրբեջանը առաջինը չի կրակի, որովհետև այստեղ դեռ կա զսպող եվրոդիտորդների գործոնը եւ միջազգային հանրությունը ուշադիր է հատկապես ԱՄՆ արձագանքից հետո։ Իսկ Հայաստանը չի կրակել, ինչ լարվածության աճի մասին է խոսում Տիկին Զախարովան, այսինքն նա համաձայն է Ալիևի հետ, որ այստեղ լարվածություն կա։ Իսկ թե տողատակը որն է, իրենք ուզում են այդ լարվածությունը ստեղծել, կարող են արդյոք ստեղծել, դա էլ մենք կխոսենք արդեն կախված է ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրադարձությունների հետ։ Շատ լավ, դուք էլ հայ այդպիսի տպավորություն ստացաք Ռուսաստանի արձագանքից, որ սահմանին լարվածության աճ կա, որը Ռուսաստանը այսինքն հավատում եւ լեգիտիմացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունները։ Միանշանակ երկու կողմերին դե միշտ հատուկ է, չէ՞, Ռուսաստանին, այսինքն մենք գոնե գիտենք, որ մենք չենք կրակել, Ռուսաստանն է շատ լավ հետևյապետում է հետախուզական տվյալների շնորհիվ իր այստեղի ներկայությանը, այնպես որ եթե ասում են երկու կողմերին եւ մենք գիտենք, որ մենք որևէ քայլ չենք անում, այստեղ փաստորեն իրենք Ադրբեջանի հետ համաձայնեցված են գնում դրան, որովհետեւ փաստորեն իրենց էլ դուրս չի եկել այս խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարություններ, ինչքան էլ ողջունեց Ռուսաստանը, իհարկե վերջում շատ երկրներից հետո հիշում ենք նախ արձագանքները արևմտյան երկրներից էր, դա ինձ մի փոքր հույս տալի, գիտեք, որ սա իրոք դիվանագիտական խաղ էր, ինչքան էլ ողջունի, հո չի ասի ես դեմ եմ խաղաղությանը, բայց այս հայտարարությունով ցույց է տալիս, որ այո, հնարավոր է կամ Հայաստանը կամ Ադրբեջանը լարում են, իսկ մենք գիտենք, որ այդ կամը չկա, դա մի երկրին է վերաբերում Հայաստանին, այս պահին Ռուսաստանի մեղադրանքները։ Շատ լավ, իսկ ինչ եք կարծում, կա հնարավորություն, որ տեղեկատվական էսկալացիան արդեն գետնի վրա կդրսևորվի կոնկրետ գործողություններով։
Մշտապես չեմ ուզում կրկնվել, բայց ես դա կապում եմ ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակի հետ։ Ինչու՞, որովհետև եթե Վլադիմիր Պուտինը կարողանա սառեցնել, ինչը այդքան հավանական չի իրավիճակը Ուկրաինայում կամ հասնել իրեն ձեռնտու լուծումների, նա կկարողանա իր ուշադրությունը շեղել այսպես կոչված Զանգեզուրի Միչանսկի խնդրի վրա եւ որն է այդտեղ իրենց այսպես գլխավոր նպատակը ստանալ վերահսկողություն լոգիստիկ ճանապարհների վրա, նոր բացվող լոգիստիկ ճանապարհների վրա հարավային Կովկասում, ունենալ ցամաքային կապ Թուրքիայի հետ, դրա մասին մենք շատ ենք խոսել եւ այստեղ Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են ինչ որ առումով։ Ադրբեջանը կցանկանար, որ այդտեղ ընդհանրապես վերահսկողություն չուներ կամ ինքը վերահսկեր, բայց իրենք գիտակցում են, որ դա անհնար է։ Իսկ այ ռուսների վերահսկողությունը հնարավոր է եւ պարզ է, որ այս պահին ռուսները, որոնք ըստ էության ձեռքը այսպես լվանում են Ադրբեջանի, տեսնում եք նույնիսկ Թուրքիան այդպիսի հայտարարություն չի անում։ Հիմա սա չի նշանակում, որ Թուրքիային պաշտպանում են։ Խոսքը վերաբերում է նրան, որ նույնիսկ Թուրքիան ասում է լավ է, գնացեք խաղաղության, իհարկե մենք գիտենք, որ Թուրքիան Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակիցն է, բայց Ռուսաստանը նույնն է նշում, ինչ որ ասում է Ալիևը, նույնը վերաբերում է Միսկի խմբին։ Հետաքրքիր է, չէ՞, այստեղ ռուսամետ քաղաքագետները, որ մեղադրում են, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը դու փակել ես Միսկի խումբը, դուք լսում եք, որ երկիրն է անընդհատ դրա մասին խոսում։ Ես ոչ Ֆրանսիայից, ոչ Միացյալ Նահանգներից այսպիսի հայտարարություններ չեմ լսել։ Այ մի հատ պատասխանեք, էլի Տիկին Զախարովայի հետ համաձայնեք, նոր այո քննադատեք Նիկոլ Փաշինյանին։ Ես էլ եմ դեմ, որ փակեն Միսկի խումբը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է հայտարարություն արել, ասում է. Հայաստանը ստիպված կլինի միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եթե անդամակցի Եվրամիությանը։ Բացի այդ, երկիրը կզրկվի բազմաթիվ արտոնություններից, եթե անդամակցի միությանը։ Հայաստանի համար այդ որոշումը կարժենա համախառն ներքին արդյունքի 30-ից 40%-ը, ինչը կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի կրճատումը, գործազրկության աճը եւ գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։ Ընդ որում, Երևանը չպետք է հույսը դնի Եվրամիությունից շռայլ սուբսիդիաների վրա, հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը։ Ռուսները իրենց տնտեսության վիճակը մոռացել են, Եվրոպական միությունը եզակիմ աշխատող մոդելներից, տնտեսական մոդելներից մեկին անուն են դնում, այն միությանը, որը ընդամենը օրերս Մոլդովային որպես թեկնածու երկիր 9 միլիարդ եվրո է հատկացրել, որպեսզի կարողանա շարունակել զարգացնել իր դիմադրողականությունը եւ իր կարողությունները։ Նախ ինքը Ռուսաստանը այսպես ձգտում է հետ բերել արևմտյան ընկերություններին, չէ, Ջիդայում Սաուդյան Արաբիայի հենց ներկայացուցիչը Ռուսաստանի, որ այնտեղ Դմիտրիևը կարծեմ գնացել էր, ինչի մասին էր խոսքը, հանել սանկցիաները արևմտյան եւ հետ բերել արևմտյան գործընկերներին, ինչպես ասում է Պուտինը, պարտներներին Ռուսաստան։ Եթե Ռուսաստանում խնդիր չկա սանկցիաների հետ կապված, իհարկե կա, եւ մենք տեսնում ենք հսկայական ինֆլյացիա։ Նույնիսկ ռուբլին տեսնում եք ինչից հետո է ամրապնդվում Տրամպի զանգից հետո, այսինքն Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումից կախված է ռուբլու կուրսը։ Սա մեկ, ես տնտեսագետ չեմ, բայց ես այդ վերլուծություններն եմ նայում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Եվրոպայության տնտեսության հայամատությանը, Ռուսաստանի տնտեսությունը 12 անգամ ավելի փոքր է, քան Եվրոմիության տնտեսությունը։ Շուկան 140 միլիոն է, ԵՏՄ-ի մասին դեռ չենք խոսում, նույնիսկ եթե ԵՏՄ-ի, այսինքն նույնիսկ ԵՏՄ երկրների տնտեսությունը մի քանի անգամ ավելի փոքր է, քան Եվրամիության շուկան եւ տնտեսությունը։ Երկրորդը, ինչ վերաբերում է Հայաստանի զարգացմանը, մենք բոլորս գիտենք, Շիրաջ ջան, որ հատկապես վերջին տարիներին մեր տնտեսական աճը կապված է սանկցիոն ապրանքների, որպես երկրորդային շուկա լինելու հետ Ռուսաստանի համար։ Այսինքն, երբ որ այդ սանկցիաները հանեն, մենք իրականում կտեսնենք, մենք տնտեսական աճ ունենք, թե ոչ, սա մեզ համար շատ ցավալի է լինելու, որտեղ մեր առևտուրը կրկնապատկվել եւ եռապատկվել է նրա պատճառով, որ Ռուսաստանը մեզ որպես լվացքատուն է, կներեք, իհարկե, օգտագործում։ Օրինակ ոսկու արտահանումը մեզ մոտ մի քանի անգամ ավելացել է, բարձր չէ, որ մենք այդքան ոսկի չունենք, դա ռուսական ոսկին է։ Այսինքն նախ Հայաստանի զարգացումը ԵՏՄ-ում ես չեմ տեսնում, մյուսը, որը պակաս կարևոր չէ, ԵՏՄ-ն ինքը քաղաքական գործիք է Ռուսաստանի ձեռքում։ Նկատում եք, չէ, երբ որ իրենց պետք է մեր պոմիդորը վատն է, մեր կոնյակը վատն է, վերին լարսում խցանումներ են, Վերմուտից այսինքն մարդ է մեռնում։
Այո, մենք հասկանում ենք, որ սա մեզ համար նախ եւ առաջ քաղաքական խնդիր է, որովհետեւ անընդհատ մեզ վախեցնել, որ ձեր ուրեմն աշխատողներին դուրս կհանենք Ռուսաստանից, ձեր կոնյակը էլ չենք գնի, մենք ինչքան կարող ենք շանտաժի ենթարկվել։ Իսկ Եվրամիության կողմից ես այդպիսի բաներ դեռ չեմ լսել։ Մյուս կողմից, գիտեք, մենք հենց այս բան Եվրամիության անդամ չենք դառնալու, դա շատ երկարատև process է եւ Հայաստանի իշխանությունն էլ է խոսել, Թուրքիան 20 տարի սպասում է, կարող է մի 20 էլ սպասի։ Այստեղ կարևոր է, որ հետո որ ասում են գումարներ ենք տրամադրել, գիտեք, Ռուսաստանը կարող է թղթի վրա մեզ 15 միլիարդ դոլար տրամադրի, այդ գումարները մսխեն, ոնց որ երկաթուղում են արել կամ պղնձամոլիբդենային գործանում անունը դնել ներդրում ենք անում կամ սահմանին գազը մի քանի անգամ ավել վաճառվի մեզ վրա, բայց օրինակ Եվրոպայի տված 1 միլիարդով մեզ վրա կամ 1 միլիոն դոլարը ավելի արդյունավետ օգտագործենք, քան թե Ռուսաստանի թղթի վրա գրած բազմամիլիարդանոց ներդրումները։ Համեն դեպս որտեղ որ Ռուսաստանը կա եւ գույք պարտքի դիմաց ինչ հանձնվել է Ռուսաստանին, գոնե մենք այդտեղ որևէ ներդրում եւ զարգացում չենք տեսել, չէ՞։ Այսինքն ռուսական մոդելը ինքը կենսունակ չի, այնպես որ տնտեսագետները կպատասխանեն եւ լավ վերլուծություններ են անում, հատկապես ձեր եթերում Լևոն Բարխուդարյանը, ֆինանսների նախկին նախարարը, միշտ էլ բացատրում է, որ մեզ այդ շուկան ձեռնտու է, նաեւ արաբական շուկան, բայց այն որ Ռուսաստանի տնտեսությունը ձեր ասացի պես ինչ է տեղի ունենում, Չինաստանից այսօր կախումը այնքան մեծ է, որ նույնիսկ ցանկության դեպքում Վլադիմիր Պուտինը չի կարող Տրամպի խաղերին մասնակցել, ընդդեմ Չինաստանի, որտեղ ամբողջ շուկան ռուսական, այդ որ ասում են իմպորտը замещение, չինական ապրանքով են փոխարինել, դրա անունը դրել են իմպորտը замещение, այսինքն հենց միայն Չինաստանի վրա եթե Տրամպը սանկցիաներ կիրառի, դուք պատկերացնում եք Ռուսաստանի տնտեսության վրա դա ինչ ազդեցություն կունենա, չին-ամերիկյան տնտեսական պատերազմները, դա հենց Ռուսաստանին է հարվածելու, այնպես որ այդ BRICS-ի փուչիկը, BRICS-ի անդամությունը լավ է, Թուրքիան ուզում է BRICS գնալ, տեսակ ինչ ասեց Էրդողանը, ասում է ինձ Եվրամիության անդամ դարձրեք, որ ձեզ օգնեմ, դա էլ այդ BRICS-ի կամ որ Տրամպը ասեց հələ թող BRICS-ը փորձվի մի հատ դոլարին այլընտրանքային վճարման միջոց ստեղծի, բա ինչի՞ է լռում Պուտինը, այսինքն Ռուսաստանի շատ կարելի է այս առումով պատասխանել, բայց այն որ Հայաստանը պիտի պարտադիր դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը նախ եւ առաջ քաղաքական շանտաժներից խուսափելու համար, ինձ համար դա ակնհայտ է։ Իսկ դուք ինչպես եք վերաբերվում, որ Հայաստանի վարչապետը համաձայնել է մայիսի 9-ին գնալ Մոսկվա մասնակցել այդ հաղթանակի տոնակատարություններին։ Իդեպ այնտեղ ասում են, որ լինելու է նաև Ալիևը։ Գիտեք, ես երբեք այդպես իլյուզիաներ չեմ ունեցել, որ ահա Նիկոլ Փաշինյանը գնաց Եվրամիություն, գնում է խորացման։ Իմ կարծիքը այն է, որ նա խաղում է եւ Պուտինի հետ, ինչպես բոլորը ճիշտ ասած, ինչպես Ալիևը, եւ Արևմուտքի հետ, եւ Ռուսաստանի, որքանով է դա ճիշտ, դա այլ հարցն է, բայց այսօր ոնց հասկանում եք, Պուտինն էլ է խաղում, Տրամպն էլ է խաղում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ելնում է իմ կարծիքով այն եզրույթից, որ ինչ գիտենք, ինչ կլինի Ռուսաստան, Ուկրաինա հակամարտության մեջ։ Եվ հատկապես այստեղ շատ վերլուծաբաններ, որ արդեն գոռում են, որ վերջ Պուտինը եւ Տրամպը կիսել են աշխարհը, ինչը ծիծաղելի է, գուցե նաև ձայները լսելով փորձում է նաև Պուտինի հետ ինչ որ շփումներ պահպանել, հատկապես որ վերջերս հիվանդանում էր եւ չէր գնում Մոսկվա, այնպես որ սա ժեստ է կարծում եմ, որ ես ձեզ հետ եմ շփվում, մարդ է, որ ասում է, չգիտենք ինչ կլինի, բայց մի բան ակնհայտ է, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը լիովին նորից վերադառնա ռուսականնավ, Ռուսաստանը այստեղ ունի նպատակներ։ Եվ այդ նպատակների մեջ չի մտնում Հայաստանի պաշտպանությունը, այնպես որ մայիսի 9-ին էլ գնանք, 8-ին էլ գնանք, դա որևէ բան չի փոխի։ Իմ համար դա քրիտիկական ժեստ չի, հատկապես որ հայ ժողովուրդը ինքն էլ է մասնակցել հայրենական մեծ պատերազմի, իհարկե որքանով է այսօր ինքը Ռուսաստանը ֆաշիզմի դեմ պայքարում ինքն էլ լինելով այդպիսի երկիր, դա չեմ ուզում խորանալ, բայց դա այդպես ժեստ համարում եմ, նորմալ է։ Այլ հարց է, որ արագ քայլերով պետք է հեռանալ Ռուսաստանից եւ տնտեսապես եւ ռազմականապես, իսկ դիվանագիտական քայլերը կարող ենք այս բանին այսպես աչք փակել, այնպես որ ասում են։ Ռուսաստանի արտգործնախարարությունից ասում են, Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ։
Մենք տեսել ենք այդ հրապարակումները եւ օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա իհարկե ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության համար։ Մոսկվայի դիրքորոշումը այն է, որ Հարավային Կովկասի երկրների խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի շրջանակում։ Այսինքն, տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն այնպես ինչպես լուծվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես ինչպես լուծվեցին 2021-ին Հայաստան ներխուժմամբ, 2022-ին Հայաստանի տարածքի դեմ լայնամասշտաբ հարձակմամբ, 2023 թվականին Արցախի դեմ ահաբեկչական պատերազմով։ Ռուսաստանը այսպես է պատկերացնում հարցերի լուծումը։ Ժիրան ջան, ես օպտիմիստ եմ, սա շատ լավ հայտարարություն է։ Այսինքն սա հերքում է այն տեսակետը Կրեմլամերձ հայ քաղաքագետների, որ Ամերիկան հանձնել է Հարավային Կովկասը Ռուսաստանին։ Ստացվում է, որ Ռուսաստանը նյարդայնանում է, ինչ-որ տեխնիկա է գալիս եւ Ամերիկան բացատրեց, մենք էլ բացատրեցինք, որ դա սովորական զորավարժություն է, պլանավորված արդեն 100 տարի առաջ եւ այդտեղ որևէ նորություն չկա։ Այդ տեխնիկան մասնակցելու այդ զորավարժությունների, կարծեմ արծիվ, այդպես է կոչվում, բայց սա ցույց է տալիս մի կարևոր բան, որ նյարդայնացնում է Ռուսաստանին նույնիսկ այս փոքր դետալը։ Այսինքն սա հերքում է այն, որ Տրամպը Պուտինին ասել է Հարավային Կովկասը նվիրում եմ քեզ։ Սա մեզ համար շատ դրական է եւ դրա վրա մեր հույսերը արդեն պետք է շատ։ Մյուս կողմից սա ցույց է տալիս, որ Տրամպին չի վստահում Պուտինը, ինչքան էլ ասում են մեղրամիս է, իրար գովում են, զանգում են, բայց սա արդեն մի քիչ մենք ամերիկյան կողմին պիտի տեղեկացնենք, ասենք, հաստատ խնդիրներ ունի Վլադիմիր Պուտինը ձեզ հետ, պետք է նյարդայնացնենք Միացյալ Նահանգներին։ Այսպես բաց չի խաղում Պուտինը, մի կողմից ասում է ես եւ Տրամպը, մյուս կողմից ինչ որ մի հատ զորավարժություն ամերիկյան կողմի հետ ապակայունացնող, այսինքն դուք Միացյալ Նահանգներին ապակայունացնող գործոն եք համարում, բայց ինչ եք խաղի խաղում, բալետ նայում իրար հետ, սա լավ է մեզ համար, Ժիրա ջան, հա դե պարզ է, իրանք միշտ կցանկանան, իրենք լինեն արբիտր, Ադրբեջանը մի կողմը նստի այդ 3 կիլոմետրանոց սեղանի, մյուս կողմն էլ Հայաստանը, եւ պարզ է, որ այդտեղ ում դաշնակիցներն իրենք լինելու,